Հանրապետություն կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը, հանդիպումներ անցկացնելով քաղաքացիների հետ եւ ներկայացնելով իր ծրագրային առաջնահերթությունները՝ տնտեսական զարգացում, կրթություն, անվտանգություն եւ համակարգային ենթակառուցվածքների բարելավում։ Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին, քննադատելով նախկին իշխանություններին։ Մասնավորապես հիշատակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը, նշվել, որ այդ տարիներին ձևավորված քաղաքական համակարգը շարունակում է ազդեցություն ունենալ երկրի զարգացման վրա։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ կանչում է Լեռնային Ղարաբաղցի մի մանչուկի, գրկում է նրան, բարձրացնում է, ասում է, ինչ ես ուզում։ Նա էլ ասում է, Արցախ եմ ուզում գնամ։ Ինքն էլ տխուր հայացքով ասում է, ես էլ եմ ուզում։ Ու այստեղ ժողովուրդ ջան, չես կարող ասել, ընկեր, երբ Արցախը մերն էր, բա գնայիր, բա ինչ էիր անում։ Ինչ էիր անում այստեղ, գնայիր էլի։ 2021 թվականի ընտրություններին Արագածոտնի մարզում, աշտարակում, դահլիճում, երբ որ ես ելույթ էի ունենում, այնտեղ իրեն էլի եղբայրաբար ասացի, այդ մեծ էկրանները Երևանում որ դրել ես, այդքան ծախսը, որ այստեղ անում ես, ինչ ես անում, այդ էկրանները տար Արցախում դիր, որ արցախցի մարդը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ, Արցախի հետ հույս է կապում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։